Սասունի 1894 թվականի ապստամբությունը։ Սասունը Արևմտյան Հայաստանի լեռնային գավառներից է, որը գտնվում էր Բիթլիսի վիլայեթում և ուներ շուրջ 35,000 բնակչություն, որը հարկ էր վճարում Օսմանյան կառավարությանը և քուրդ աղաներին։ Սաստկացնելով հայերի հալածանքները, այդ տիրակալները տարեցտարի ավելացնում էին հարկերը։ Հնչակյան գործիչներից Միհրան Տամատյանը, Մուրադը, Հրայրը, Գևորգ Չավուշը և ուրիշներ, տարոնում քարոզելով իրենց կուսակցության գաղափարները, համոզում են լեռնականներին, որ տիրողներից և հարստահարողներից հարկավոր է ազատվել ու փրկվել միայն ազնիվ պայքարի միջոցով։ Նրանց այս առաջարկը հավանության է արժանանում սասունցիների մեծ մասի կողմից, և լեռնականները հրաժարվում են հարկատվությունից։ Սուլթանական կառավարությունը նախ փորձում է քուրդ աղաների միջոցով հպատակեցնել սասունցիներին, մանավանդ հաշվի է առնում, որ դրանով կսրվեն հայ-քրդական հակասությունները։ Այդ ժամանակահատվածում ձերբակալում են Միհրան Տամատյանին և 25 ըմբոստ սասունցիների։ Լեռնականները սակայն չեն ընկճվում։ Պայքարի ղեկավարությունն իրենց ձեռքն են վերցնում Մուրադը, Հրայրը և նրանց զինակիցները։ Սասունցիների այդ հանդգնությունից գազազած սուլթանը Զեյնի Փաշայի գլխավորությամբ սասունցիների դեմ զորք է ուղարկում և, օղակելով Սասունը, պահանջում 7 տարվա տուրքը։ Սակայն լեռնականները մերժում են, երդվելով դիմագրավել թշնամուն մինչև վերջ։ Կառավարական ուժերն անցնում են հարձակման։ Սասունցիները նրանց տալիս են պատշաճ հակահարված և փախուստի մատնում։ Տղամարդկանց հետ միասին արիաբար կռվում էին նաև սասունցի կանայք և պատանիները։ Թշնամին դիմում է նենգության, պատվիրակություն է ուղարկում ապստամբների մոտ և սուլթանի անունից խոստանում ներում, վնասների փոխհատուցում, ազատում հարկերից, եթե նրանք հանձնվեն։ Ծանր դրության մեջ ընկած լեռնացի սասունցիները գայթակղվում են և բանակցությունների համար ուղարկում 148 հոգի, բայց հակառակորդը շրջապատում է և կոտորում նրանց։ Կռիվը շարունակվում է նոր թափով։ Սասունցիները համառորեն դիմադրում են, սակայն ուժերը խիստ անհավասար էին։ Սուլթանական զորամասերն օգոստոսի վերջերին ի վերջո հաղթում են ապստամբներին և սրի մատնում մոտ 7000 սասունցու։ Կանանցից ոմանք չարատավորվելու համար ինքնասպան են լինում։ Գյուղապետ Գրիգորի հարսը՝ Գեղանի Շաքեն, իրեն նետում է ժայռից ցած և զոհվում։ Նրա օրինակին հետևում են շատ ուրիշ սասունցի կանայք։